Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ԶՍՏ-ն Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին, քննարկել տարածաշրջանային զարգացումները, հայ-իրանական հարաբերությունների առանցքային հարցերը, անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում գործակցության հեռանկարներին։ Բաքվի քարոզչամեքենան իր զավթողական քաղաքականությունը շարունակում է նաև մշակույթի ոլորտում։ Այս անգամ Ադրբեջանը թիրախավորել է Երևանի օրհներգը, այն ներկայացնելով որպես Երևանի թուրքական հանրապետության պետական օրհներգ։ Վերջապես ՀԱՊԿ-ը արձագանքել է Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխված ռազմական գործողություններին։ Մոսկվայից դիմումի դեպքում ռազմական դաշինքը խոստանում է գործել ըստ ընթացակարգի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով օգոստոսի 18-ից 19 կլինի Ադրբեջանում։ Կողմերը կքննարկեն ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին, տարածաշրջանային հրատապ խնդիրներին առնչվող հարցեր, կստորագրեն միջկառավարական փաստաթղթեր։ Երկու օր է Կատարի մայրաքաղաք Դոհայում փորձում են որոշել մերձավոր արևելքի ճակատագիրը, չնայած այն հանգամանքին, որ պաղեստինյան Համաս շարժման ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցային գործընթացին, կողմերը նշում են, որ մեկնարկը եղել է հաջողված։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում սարսափելի պայմաններ են։ Պատերը կիսաքանդ են, պատուհանները վնասված տեսակցություններն այստեղ անհնար են դարձել։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, բարեկարգման աշխատանքների արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան պահման վայրեր։ Պատմության մեջ առաջին անգամ երկու հայկական ակումբ հանդես կգա Եվրագավաթային մրցաշարի որակավորման փուլի փլեյ-օֆում։ Արժանի հավակնորդ էր նաև Արարատ Արմենյան, սակայն մարտական ոչ ոքիով դուրս մնաց պայքարից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանիին, քննարկել տարածաշրջանային զարգացումները, հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր, նաև անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում գործակցության հեռանկարներին։ Թեհրանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ դեմ է միջազգայինորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքը վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Բաքուն Երևանի հասցեին կրկին բնապահպանական մեղադրանքներ է հնչեցրել։ Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա, հայտարարել է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը ելույթ ունենալով Նախիջևանում կազմակերպված կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները գիտաժողովում։ Վերջինս պնդել է, թե Հայաստանի կողմից թունավոր թափոններ են նետվում Ադրբեջան հոսող գետեր, որի հետևանքով հարյուրավոր թռչուններ եւ ձկներ են ոչնչացվել։ Ադրբեջանի գլխավոր դատախազներ նշել է Հայաստանը միտումնավոր աղտոտում է Արաքս գետը քիմիական եւ ռադիոակտիվ թափոններով։ Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս հաղորդումներին։ Բաքվի քարոզչամեքենան իր զավթողական քաղաքականությունը շարունակում է նաև մշակույթի ոլորտում։ Այս անգամ Ադրբեջանը թիրախավորել է Երևանի օրհներգը, այն ներկայացնելով որպես Երևանի թուրքական հանրապետության պետական օրհներգ։ Ադրբեջանը Հայաստանի եւ առհասարակ տարածաշրջանի նկատմամբ իր հավակնությունները փորձում է հիմնավորել եւ միջազգային հանրության աչքին օրինականացնել տարածաշրջանի ժառանգության ինքնության կեղծման եւ սեփականաշնորհման քաղաքականությամբ։ Ադրբեջանական ցինիզմը չափ ու սահման չունի, միջազգայինորեն ճանաչված մեր անկախ պետության տարածքն Ադրբեջանի պատմական հողեր հռչակելուց բացի Բաքվի քարոզչամեքենան շարունակում է զավթողական քաղաքականությունը մշակույթի, այդ թվում երաժշտագիտության ոլորտում։ Հերթը հասել է Երևանի օրհներգին։ Ադրբեջանական մամուլն ակտիվ տարածում է օրհներգի իրենց տարբերակը, որը Երևանը իբրև թե օտար ձեռքերից ազատելու եւ հետ վերադարձնելու մասին է։ Հավատարիմ իրենց կեղծարար ու զավթող քաղաքականությանը ադրբեջանական լրատվամիջոցները են, թե Երևանի օրհներգի հեղինակն Ադրբեջանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ջավանշիր Գուլիևն է, որն ինչպես իրենք են նշում, Իլհամ Ալիևի աջակիցն է եւ նախագահական վերջին ընտրություններում աջակցել է նրան։ Պարզվում է Իլհամ Ալիևին չի բավարարում իրենց երկրի մշակութային ժառանգությունը, ուստի երաժշտագիտության ոլորտում մեծ բարձունքների հասնելու տենչանքն ու միջազգային ասպարեզում հայտնի դառնալու երազանքը հնարավոր է համարում հայկական մշակույթն իրացնելով։ Հերթական անգամ պաշտոնական Բաքուն իրականացնում է ադրբեջանական հասարակության ուղեղների լվացում եւ շարունակում է հանրայնացնել ագրեսիվ հակահայկական տրամադրությունները։ Իդեպ Ադրբեջանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը, որտեղ հնչել է այդ ճակերտներում ասված նոր ստեղծագործությունը, նախագծել է ազգությամբ հայ ճարտարապետ Նիկոլայ Բայևը եւ այն ժամանակին պատկանել է Մայիլյան եղբայրներին։
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացումն ու խեղաթյուրումը, ծավալապաշտական քաղաքականությունը իսկական սպառնալիք է դարձել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանն էլ արբանյակային լուսանկարներ է հրապարակել X-ի իր էջում մակագրելով. Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Նրա բնորոշմամբ այդ լուսանկարները ցույց են տալիս, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը եւ այլ շինություններ։ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջությամբ ավերվել էր մինչև 2022 թվականի հոկտեմբերը։ Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ։ Բայց սա դեռ ամենը չէ, կազմակերպվում են միջոցառումներ, որտեղ Ալիևյան ռեժիմի կողմից տեղի է ունենում այսպես ասած ուղղորդված ուղեղների լվացում։ Ադրբեջանը պետական խողովակներով փորձում է տարածել արևմտյան Ադրբեջան կեղծ եզրույթը։ Այս անգամ թիրախում Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցի եւ այլազգի երիտասարդներն են։ Բերձորում Սփյուռքի երիտասարդության 5-րդ ամառային ճամբարի շրջանակներում, որին մասնակցել են աշխարհի 60 երկրների 115 երիտասարդներ, տեղի է ունեցել արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպության ղեկավարության հանդիպումը ճամբարականների հետ։ Միջոցառմանը ցուցադրվել են մոտիկից հայացք արևմտյան Ադրբեջանին վավերագրական ֆիլմը, լուսանկարներ, որտեղ Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները, բնական լանդշաֆտները ներկայացված են որպես հին ադրբեջանական։ Ի թիվս այլ հուշարձանների որպես հին Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձան է ներկայացվում նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող Սորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոցը։ Նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու դրանցում երիտասարդներին ընդգրկելը ցույց է տալիս, որ ադրբեջանական պետությունն իր առջև նոր խնդիրներ է դրել, ապահովել հայատյաց քաղաքականության սերնդափոխությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանը Ղրիմի կապող Կերչի կամրջին հարյուրավոր մեքենաներ են խցանման մեջ հայտնվել տարածքում տեղի ունեցած պայթյունների ֆոնին, որոնք ենթադրաբար ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով են տեղի ունեցել։ Կիևը չի արձագանքում Ռուսաստանի տելեգրամյան ալիքը պայթյունների մասին, տեսանյութ է հրապարակել եւ պնդել, որ դրանց հետևանքով մեծ հրդեհ է բռնկվել։ Վերջապես ՀԱՊԿ-ը արձագանքել է Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխված ռազմական գործողություններին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացման, այս մասին ասվում է ՀԱՊԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի սրման նոր փուլ է։ Մեր վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա, մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Միաժամանակ կառույցից հայտնում են, որ ՀԱՊԿ-ը մինչ այս պահը Մոսկվայից դիմում չի ստացել Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի հետ կապված, ստանալու դեպքում ռազմական դաշինքը խոստանում է գործել ըստ ընթացակարգի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով օգոստոսի 18-ից 19 կլինի Ադրբեջանում։ Այդ մասին հայտնել են Կրեմլից։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրներ։ Հայցի արդյունքների հիման վրա նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ստորագրել միջկառավարական եւ այլ փաստաթղթեր, ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Միջազգային մյուս նորություններն էլ առաջարկում ենք դիտել տեսաշարով։ Ռուսաստանի իշխանությունները լրացուցիչ ուժեր կուղարկեն Բելգորոդի շրջան պաշտպանության համար հարևան Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի առաջխաղացման ֆոնին։ Ուկրաինան եւ Ռուսաստանը նաեւ բանակցություններ են սկսել Կուրսկի շրջանում գերիների փոխանակման հարցով, տեղեկությունը հաստատել է ուկրաինական հետախուզությունը։ Ուկրաինայի գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը նախորդին ասել է, որ Ռուսաստանը նախաձեռնել է բանտարկյալների փոխանակման հարցի քննարկում եւ զրուցել է իր ռուս գործընկեր Տատյանա Մոսկալկովայի հետ։ Ըստ Լուբինեցի զրույցը հույս է ներշնչել, որ կողմերը շուտով կկարողանան առաջ շարժվել բանակցություններում։ Մոսկալկովայի գրասենյակը չի հայտնել փոխանակման ծրագրի մասին, նրանք չեն մեկնաբանել նաեւ ռուս զինվորների գերեվարումը, գերեվարված ռուս զինվորների ստույգ թիվը չի հաղորդվում։ Իրկուտսկի մարզում ռուսական Tu-22M3 հեռահար ռմբակոծիչ է կործանվել, անձնակազմին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել, բազան առանց աղբյուր նշելու գրում է, որ անձնակազմի 4 անդամներից միայն 3-ն են փրկվել։ Tu-22M ռմբակոծիչները Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի հետ պատերազմում, դրանք բարեկություն են իրականացնում Բալթիկ ծովի եւ Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում։ Ենթադրվում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը մարտական առաջադրանք կատարելիս չի եղել, քանի որ առաջնագծից մինչև ռմբակոծիչի կործանման վայրն ավելի քան 5000 կիլոմետր է եղել։
Իսրայելի զինվորականները հերթական անգամ հրթիռակոծել են երկրի հյուսիսային շրջանները, հաղորդվում է, որ մի քանի արկեր են արձակվել լիբանանյան տարածքից, մի քանիսն ընկել են բաց տարածքներում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, բացի այդ վերջին մի քանի ժամերի ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Հեզբոլլահ շարժման ռազմական օբյեկտների վրա։ Խոցված թիրախները գտնվել են լիբանանյան Այդ Աշ-Շաբ եւ Յարուն բնակավայրերի մերձակայքում։ Քամալա Հարիսը եւ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են հեռուստաբանավեճերի երկրորդ փուլ անցկացնել հոկտեմբերին, այս մասին հայտնել է փոխնախագահ Հարիսի նախընտրական քարոզարշավի հաղորդակցության գծով տնօրեն Մայքլ Թայլերը։ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն ընդունել է 3 բանավեճ անցկացնելու մեր առաջարկը, 2 փուլ նախագահի թեկնածուների եւ 1 փոխնախագահի թեկնածուների հետ։ Եթե Դոնալդ Թրամփն իսկապես հայտնվի փոխնախագահ Հարիսի հետ սեպտեմբերի 10-ին կայանալիք բանավեճին, ապա Մինեսոտայի նահանգապետ Ուոլթսը հոկտեմբերի 1-ին կհանդիպի Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, այնուհետև ամերիկացի ժողովուրդը եւս մեկ հնարավորություն կունենա տեսնելու փոխնախագահ եւ Դոնալդ Թրամփի միջև բանավեճ հոկտեմբերին, ասել է նա։ Իսկ մերձավոր արևելքի ճակատագիրը փորձում են որոշել Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Այստեղ 2 օր է շարունակվում են Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունները։ Չնայած այն հանգամանքին, որ պաղեստինյան Համաս շարժման ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցային գործընթացին, կողմերը նշում են, որ մեկնարկը հաջողված է եղել։ Բանակցությունների ֆոնին Պաղեստինի առաջնորդը խրոխտ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում։ Գազայում շարունակվող պատերազմի հետևանքով զոհերի թիվը անցել է 40,000-ը։ Կատարի մայրաքաղաք Դոհայում էլ հնարավոր խաղաղության հասնելու համար բանակցությունների հերթական փուլն է մեկնարկել։ Պաղեստինյան Համաս խմբավորման քաղաքական առաջնորդ Յահյա Իբրահիմ Հասան Սինվարը չի մեկնել Կատար։ Իսրայելական աղբյուրները տեղեկացնում են, որ նա հեռավար է հետևում բանակցություններին։ Փակ ձևաչափով բանակցություններին մասնակցում են նաև Կատարի վարչապետը, ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի կենտրոնական հետախուզական վարչության պետերը։ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ բանակցությունները խոստումնալից մեկնարկ են ունեցել, սակայն խոստովանել է, որ դեռ շատ անելիք կա։ Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Բեն Մուհամեդ Ալ-Անսարին էլ հայտնել է, որ Դոհայում բանակցությունները կշարունակվեն նաև օգոստոսի 16-ին։ Նրա խոսքով միջնորդները վճռական են առաջ շարժվել հրադադարի մասին պայմանավորվածությունների հասնելու հարցում։ Կատարի վարչապետ եւ արտգործնախարար Շեյխ Մուհամեդ Բեն Աբդել Ռահման Ալ-Թանին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիի հետ օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտությունը։ Զրույցը վերաբերել է Գազայի հատվածում եւ Պաղեստինի օկուպացված տարածքներում վերջին իրադարձություններին։ Գազայի հատվածում պատերազմի դադարեցմանն ուղղված համատեղ միջնորդական ջանքերին եւ Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածությանը, ընդգծվել է տարածաշրջանում հանգստության եւ ապա էսկալացման անհրաժեշտությունը։ The Times of Israel-ը գրում է, որ Կատարսի պաշտոնյան իրանցի գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է, որ ցանկալի չէ բանակցությունների ընթացքում հարվածել Իսրայելին։ Լիբանանյան Հեզբոլլահ շարժմանը մոտ կանգնած անանուն աղբյուրն էլ The Washington Post-ին հայտնել է, որ կատարյան բանակցությունների ընթացքում Իսրայելին չի հարվածի։ Հեզբոլլահը չի սկսի հատուցման իր գործողությունը, քանի դեռ Կատարում ընթանում են բանակցությունները, որովհետև շարժումը չի ցանկանում պատասխանատվություն կրել խորհրդակցությունների կամ հնարավոր գործարքի խափանման համար։ Դոհայում ընթացող բանակցությունների ֆոնին էլ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինին հյուրընկալվելուց հետո մեկնել է Թուրքիա, հանդիպել Ռեջեփ Էրդողանի հետ, այնուհետև ելույթ ունեցել Մեջլիսում։ Գազան պաղեստինյան միասնական պետության անբաժանելի մասն է։ Մենք կվերակառուցենք Գազան եւ կբուժենք մեր ժողովրդի վերքերը արաբ եւ իսլամական ազգերի եւ համաշխարհային դաշնակիցների աջակցությամբ, անկախ Պաղեստինի պետության շրջանակում, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը։ Պաղեստինի ժողովուրդը երբեք չի կոտրվի եւ չի հանձնվի։ Պաղեստինի առաջնորդը խրոխտ ելույթից հետո առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Էրդողանին եւ թուրք պատգամավորներին կոչ արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին Գազայում պատերազմական հանցագործություններ կատարելու համար։ Աբբասը Թուրքիայի խորհրդարանում նաեւ հայտարարել է, որ կգնա շրջափակված Գազա եւ կգանգնի պաղեստինցիների կողքին, եթե դա նույնիսկ կյանք արժենա։ Նարեկ Արուշանյան, Free News, Ազատ լուրեր։ Կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Շարունակում ենք թողարկումն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում սարսափելի պայմաններ են, այնտեղ նույնիսկ փաստաբանի հետ տեսակցության կամ քննչական գործողությունների համար նախատեսված սենյակներում չկան բավարար պայմաններ։ Այս մասին ահազանգել է փաստաբան Դավիթ Գյուրջյանը։ Ըստ նրա քրեակատարողական հիմնարկի պատերը կիսաքանդ են, պատուհանները վնասված, դատապարտյալի ընտանիքի անդամների հետ երկարատև եւ կարճատև տեսակցությունների սենյակները նույնիսկ սարսափելի վիճակում են։ Իսկ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի ծրագրով նախատեսված է 30%-ով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը եւ ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը չունի միջին անվտանգային գոտի, շենքը ոչ բարվոք վիճակում է, իսկ խցերն ու տեսակցությունների սենյակները գտնվում են անմարդկային պայմաններում։ Շենքային այսպիսի վատթար պայմանները հաճախ թույլ չեն տալիս դատապարտյալներին տեսակցել իրենց ընտանիքի անդամների, հատկապես երեխաների հետ, իսկ երկարաժամկետ տեսակցություններն անհնար են վատ կահավորման պատճառով։ Անձը ունի միաժամանակյա 4 մեծահասակի եւ 5 անչափահասի հետ տեսակցության իրավունք, երեխայի հետ տեսակցության իրավունք քրեակատարողական հիմնարկի ներսում, սակայն կահավորանքը թույլ չի տալիս դա անել, որովհետեւ օրինակ առկա է մեկ անկողին 3 սենյակներից երկում ընդհանրապես երկուսում պատուհան չկա, մեկում պատուհան կա ջարդված, այսինքն գիշերակացի հետ կապված այդ խնդիրներն են առկա։ Քրեակատարողական հիմնարկներում առկա են նաև բուժծառայության եւ սանիտարահիգիենիկ խնդիրներ, եւ նման պայմաններում հնարավոր չէ ապահովել նաև դատապարտյալների զբաղվածության, ընթերցանության, սպորտային խաղերի մասնակցության եւ այլ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը։ Դատապարտյալների վաղաժամկետ ազատման համար կարևոր նախապայման է, թե նրանք քրեակատարողական հիմնարկներում ինչով են զբաղվում, իսկ այս պայմաններն առաջացնում են վաղաժամկետ ազատման հիմնախնդիրներ։ Հիմա ինչ է ստացվում, որ եթե քրեակատարողական հիմնարկը ընդամենը 2 տեսակի աշխատանք է, բանվորական աշխատանք է միայն առաջարկում դատապարտյալին, սա նորմալ է, եթե այլ պայմաններ չի ստեղծում, մարդիկ թեկուզ իրենց միջոցներով բերեն հումքը, կատարեն ինչ-որ աշխատանք, չգիտեմ, կահույքագործության եւ այլն, եթե այդ պայմանը չի տրամադրում, ինչպես է ինքը սպասում, որպեսզի եւ վերջում, ինչպես Տիկին Կարապետյանցը նշեց, այդ բնութագրում եզրակացության մեջ գրում են, որ մարդը աշխատանքի նկատմամբ սեր չունի։ Այսինքն, եթե մարդը բանվորություն իր վիճակի չի անել, նա աշխատանքի նկատմամբ սեր չունի։ Ներքին գործերի նախարարությունից էլ տեղեկացնում են, որ ոստիկանության բարեփոխումների ծրագրով 2024 թվականի ընթացքում նախատեսվում է 30%-ով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը, որի նպատակը առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր ունենալն է։ Ստորաբաժանումները ունեն բավականին մեծ առանձնահատկություններ, խոսքը վերաբերվում է դրանց շինության տեսակին, կահավորանքին եւ այլն, որոնք որ պետք է պարտադիր կերպով համապատասխանեն միջազգային ստանդարտներին։ Այն քրեակատարողական հիմնարկները, որտեղ քիչ է ձերբակալվածների քանակը, նաև այն ստորաբաժանումները, որոնք չունեն բարվոք կահավորում կամ պայմաններ, նախարարության որոշմամբ պետք է կրճատվեն։ Մինչև այս ձերբակալվածների պահման 33 վայրերից 8-ի գործունեությունը դադարեցվել է, իսկ առաջիկայում կդադարեցվի եւս մեկի գործունեությունը։ Մյուս քրեակատարողական հիմնարկները կբարեկարգվեն։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ներքին գործերի նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Պատմության մեջ առաջին անգամ երկու հայկական ակումբ հանդես կգա Եվրագավաթային մրցաշարի որակավորման փուլի փլեյ-օֆում։ Հայաստանի չեմպիոն Փյունիկն ու փոխչեմպիոն Նոան հաղթահարել են կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի արգելքը։ Հայաստանի գավաթագիր Արարատ Արմենյանն էլ ֆանտաստիկ գոլեր է խփել Հունգարիայում, մարտական ոչ ոքի գրանցել, սակայն դուրս է մնացել պայքարից, քանի որ դիմակայունության առաջին խաղում պարտվել էր։ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ Եվրագավաթային մրցաշարի որակավորման փլեյ-օֆում կունենա 2 մասնակից։ Հայաստանի չեմպիոն Փյունիկն ու փոխչեմպիոն Նոան հաղթահարել են կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի արգելքը։ Հայկական ակումբային ֆուտբոլի համար պատմական օրվա մեկնարկը տվել է Եղիշե Մելիքյանի գլխավորած Փյունիկը, որը Ղազախստանի չեմպիոն Օրդաբասիի դեմ պատասխան խաղում եւս նույն 1-0 հաշվով առավելության է հասել։ Ավելին, պատասխան մրցավեճում եւս միակ գոլը խփել է նիգերիացի
բացի հարձակվող Յուսուֆ Օլայտան Օտոբանջոն։ Փյունիկը հիմնական փուլի ուղեգիրը կվիճարկի Սլովենիայի չեմպիոն Ցելիեի հետ, որը Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում չի կարողացել հաղթահարել իռլանդական Շեմրոք Ռովերսի արգելքը։ Փյունիկը Ցելիեի դեմ առաջին խաղը կանցկացնի հանրապետական ստադիոնում, պատասխան հանդիպումը Սլովենիայում։ Հայաստանի 16-ակի չեմպիոնը Եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայից։ Որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Մինսկի Դինամոին, տեղափոխվել Կոնֆերենցիաների լիգա, որտեղ որակավորման երկրորդ փուլում հաղթահարել էր Հյուսիս Մակեդոնական Ստրուգայի արգելքը։ Ռուի Մոտայի գլխավորած Նոան էլ դիմակայության առաջին խաղում 3-1 հաշվով Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ին հաղթելուց հետո պատասխան մրցավեճում հյուրընկալվելիս պարտվել է 0-1։ Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին է Նոան բաց թողել խաղի միակ գոլը։ Այնուամենայնիվ, այս պարտությունը հայկական թիմին չի խանգարել պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Եվրագավաթային մրցաշարի որակավորման փլեյօֆ։ Նոան հիմնական փուլի ուղեգիրը երկխաղյա դիմակայությամբ կվիճարկի Սլովակիան ներկայացնող Ռուժենբերգի հետ, որն անսպասելիորեն Խորվաթիայում 1-0 հաշվով հաղթել է Հայդուկին։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0-0 հաշիվը։ Նոան ևս որակավորման փլեյօֆի դիմակայության առաջին խաղը կանցկացնի Հայաստանում, պատասխան հանդիպումը Սլովակիայում։ Հայաստանի գավաթակիր Արարատ Արմենիան էլ հունգարական Պուշկաշ ակադեմիային Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում տանը 0-1 հաշվով պարտվելուց հետո պատասխան մրցավեճում 3-3 հաշիվն է գրանցել եւ ցավալիորեն դուրս մնացել պայքարից։ Հունգարիայում կայացած խաղի 8-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո Արարատ Արմենիան 40 եւ 44-րդ րոպեներին Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոփյանի եւ կիսապաշտպան Հովանես Հարությունյանի ֆանտաստիկ գոլերի շնորհիվ հաշիվը դարձրել է 2-1։ Նախ 40-րդ րոպեին Սերոփյանը տուգանային հարվածով գրավել է մրցակցի դարպասը, այնուհետև անկյունայինի խաղարկումից հետո նրա փոխանցումից հետո հեռահար հարվածով Արթամինասյանի թիմին հաշվի մեջ առաջ է մղել Հարությունյանը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից 2 րոպե անց հունգարական թիմը հավասարեցրել է հաշիվը։ 62-րդ րոպեին էլ Արարատ Արմենիան մնացել է 10 ֆուտբոլիստով։ Քենիացի կիսապաշտպան Ամոս Նոնդին մրցակցին արմունկով հարվածելու համար կարմիր քարտ է ստացել։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Արարատ Արմենիայից դիմակայության հաշիվը կրկին հավասարեցրել է փոխարինման դուրս եկած կոլումբացի վինգեր Ջոնաթան Դուարտեն, որը ևս գոլի հեղինակ է դարձել հեռահար հարվածով։ Այնուամենայնիվ, ավելացված ժամանակի 4-րդ րոպեին տանտերերը կրկին հավասարեցրել են այս հանդիպման հաշիվը, իսկ դիմակայությունում հաղթել 4-3։ Արարատ Արմենիան Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսել էր որակավորման երկրորդ փուլից, որտեղ հաղթահարել էր մոլդովական Զիմբրուի արգելքը։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։